Ամառվա ամենավառ, երաժշտական ու գունեղ պրեմիերան Գյումրու դրամատիկականի բեմին է երկարագույն Պեպին։ Իր գերագույն նպատակը այն է, որ մարդկանց մեջ երբեք չմարի երազանքի գաղափարը։ Ներկայացման բեմադրիչը Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանն է, սա նրա առաջին ռեժիսորական աշխատանքն է, որտեղ կա սեր ու համարձակություն խիստ կանոններից դուրս։ Թատրոնի շնորհալի դերասանուհի Հասմիկ Սուվարյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է։ Մենք թատրոնով քննարկեցինք գեղարվեստական խորհուրդը եւ հասկացանք մի կարեւոր բան, որ արդեն մի քանի փորձ ուներ արված ինստիտուտում եւ վստահեցինք իրեն։ Այսօր մի տեսակ կարծես բոլորը սառն են էմոցիոնալ տեսանկյունով եւ մենք ուզում ենք, որ երեխան այո ինչ որտեղ նաեւ թատրոնում կենթանի հույզերի հետ բախվելով իր ներսում բացայտի մանկական աշխարհ է։ Բեմին գորշ ու ձանձրալի քաղաքի փոփոխությունն է երկարագույն Պեպի շնորհիվ։ Իսկական երջանկությունը Պեպիի մոտ է, ոչ իրենց, որովհետև իրենց կարգուկանոն իրենց խանգարում էր երջանիկ լինել։ Իսկ Պեպին առանց ոչ մի կանոնների իր երջանկությամբ կարողացավ վարակել քաղաքի բնակիչներին։ Ճամփորդությունների սիրահար Պեպին դեմ է ոչ թե կարգուկանոնին, այլ այն կանոնների մեխանիկական դարձած կիրառմանը, որտեղ կորել են երազանքներն ու հոգին։ Ես Ֆրեկեն Ռոզենբլյումի կերպարն եմ մարմնավորում, դպրոցի տնօրենն է, ով կաղապարված քառակուսի մեջ այդպիսի մի կին է, որ ամբողջ քաղաքն է դարձրել այդպիսին, արգելել է երազելը, արգելել է ուրախանալը, պարելը, երգել։ Պեպիի կերպարը մեր մոտ կարծես սիմվոլ լինի այն մարդու, ում դեռևս հասարակությունը չի հասցրել փչացնել։ Իր չի կարելիներով, իր սահմաններով, իր օրենքներով եւ նա հավատարիմ է մարդկային բնությանը։ Սա ներկայացում է մեծերի ու փոքրերի համար այն ուղերձով, որ պետք չէ մոռանալ հոգու թռիչքը։ Պեպին ունի մի շատ կարևոր բան, որ վարակում է բոլորին։ Դա ոչ միայն սերն է, այլ նաև այն հավատը վաղվա օրվա հանդեպ, որ գալու է, ու այդ վաղը պիտի լինի ավելի պայծառ ու ավելի գունավոր։ Սա տարվա ամենասպասված առաջնախաղերից մեկն է, հիշեցնենք, որ Գյումրու դրամատիկական թատրոնը պատրաստվում է իր 160-ամյա հոբելյանին եւ խոստանում է իսկական թատերական հրավառություն իր հավատարիմ հանդիսատեսի համար։ Աստղիկ Խաչատրյան, Հրաց Սահակյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը Աննա Հակոբյանը այցելել են Սյունիքի մարզ, նրանք մեկնել են Սիսիան քաղաք։ Վարչապետը տեսանյութ է հրապարակել Facebook-յան իր էջում, որից տեղեկանում ենք, որ Աննա Հակոբյանի հետ նա այցելել է Զորաց քարեր։ Վարչապետին ու կնոջը ուղեկցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդեց ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Օրակարգի առանցքը հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակն է։ Պատվավոր հյուրերի կարգավիճակում նիստին մասնակցում են վետերաններ 102-ամյա Ռոզալիա Աբգարյանն ու 101-ամյա Ներսես Սիմոնյանը։ Մինչ նիստի մեկնարկը առանձնակի ակնածանքով վետերաններին ողջունում են Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն։ Բացման պաշտոնական մեկնարկը տրվեց խորհրդարանների ղեկավարների ելույթներով։ Ալեն Սիմոնյանը մասնավորապես ընդգծեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ օրենսդիր գործադիր իշխանությունների ու գործարար շրջանակի ներկայացուցիչների միջև, բաց եւ կառուցողական երկխոսության տեսանկյունից։
Сегодня как никогда важно. Այսօր ավելի քան երբևէ կարևոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին եւ պահպանել պատմական ճշմարտությունը։ Այս ոլորտում խորհրդարանական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի։ Ի պատասխան Վալենտինա Մատվիենկոն նշեց. Ռուսաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը եղբայրական Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ։ Նշենք, որ միջխորհրդարանական նիստին զուգահեռ խորհրդարանի մեկ այլ սրահում ընթանում է ցուցահանդես «Ճանապարհ դեպի Սանահին. մեկ մանկատան պատմություն» խորագրով։ Ցուցադրված նյութերը տրամադրվել են Պետերբուրգի մշակույթի կոմիտեի եւ Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր թանգարանի կողմից։ Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն ծանոթացան ներկայացված հավաքածուներին, ապա շրջեցին խորհրդարանի շենքում։ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը շարունակվեց արդեն առանց խոսնակների։ Հայկական կողմից վարեց ազգային ժողովի փոխնախագահ հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը, իսկ ռուսական կողմից Դաշնության խորհրդի փոխնախագահ հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կերտման գործում նշանակալի է հայ ժողովրդի դերը։ Հակոբ Արշակյանը մեկ անգամ եւս ռուս գործընկերներին ներկայացրեց անձնուրաց հերոսության ակնառու օրինակներ ու հավելեց. Շուրջ 600,000 հայ կռվել է խորհրդային բանակում բոլոր ճակատներում, Կովկասից մինչև Եվրոպա։ Նրանց կեսը չի վերադարձել մարտադաշտից։ Հակոբ Արշակյանը առանցքային համարեց հաղթանակը կերտած հերոսների մասին հիշողությունները սերունդներին փոխանցելու կարևոր առաքելությունը։ Այս առումով գործում դերակատարում ունի հիշողության գնացք միջազգային նախագիծը։ Հայաստանը 3 տարի է մասնակցում է արդեն այս ծրագրին, ինքը նախատեսված է բարձր դասարանի աշակերտների համար եւ 15 օր ԱՊՀ երկրների բոլոր երեխաները մասնակցելու են, 200 մասնակից են ընդհանուր, Հայաստանից 10 են մասնակցելու, 15 օր իրենք իրենց հասակակիցների հետ շրջելու են 15 քաղաքներով, որոնք կապված են մեծ հայրենական պատերազմի հետ։ Պատահական չէ, որ այս նիստը նվիրված է հաղթանակի 80-ամյակին, այդ հաղթանակում մեր երկրների ունեցած ավանդին, պատմական հիշողության պահպանմանը։ Այս առումով մեր ներդրած ջանքերը թույլ կտան, որ նման իրողություններ երբեք չկրկնվեն։ 39-րդ նիստին ելույթներով հանդես եկան падգամավորները հայ եւ ռուս խորհրդարանականների ձևակերպումներում հնչեցին երախտիկի խոսքեր, ուղղված պատերազմում հերոսացած քաջորդիներին, անդրադարձ կատարվեց նրանց գործած սխրանքներին։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կերտման գործում անուրանալի է նաև լեգենդար հայուհու Ռոզալիա Աբգարյանի ներդրումը։ Այսօր պատերազմի վետերանը սերունդներին առանձնակի պատգամ ունի։ Սիրել իրենց հայրենիքը, կարողանալ միշտ պետք է պաշտպանել եւ հասցնել իրենց նպատակը մինչեւ կատարելը։ Քննարկման առանցքում էր նաև պատմամշակութային ժառանգության պահպանումը եւ նոր սերնդի շրջանում այդ արժեքների տարածումը։ Խորհրդարանականների ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ նաև բազմոլորտ համագործակցության ընդլայնումը։ Ռուսաստանը մեր մեծ տարածաշրջանի երկիր է եւ մենք շատ լայն համագործակցություն ունենք, տնտեսական մեծ կոմպոնենտ կա, կրթական շատ լայն օրակարգ ունենք եւ այդ օրակարգերի մասին էր նաեւ մեր այսօրվա հանդիպումը։ Ռուսական կողմից հանձնաժողովի անդամ Օլեգ Նիլովը եւս կարևորում է համագործակցության ընդլայնումն ու փաստում։ Ամեն անգամ հաճույքով եմ այցելում Հայաստան, քննարկելու եւ լուծելու շատ հարցեր կան։ Մեր հարաբերությունները եղբայրական բարեկամական են եւ մենք դժվարին ժամանակներում պետք է ավելի մոտ լինենք իրար։ Գյուղատնտեսական ոլորտում ունենք ճիրացված ներուժ։ Շատ կարեւոր է, որ այսօր աշխատում ենք միասին եւ մեր ջանքերն ուղղում մասնավորապես գյուղմթերքի արտադրանքի արտահանման ավելացմանը։ Եվրասիական տնտեսական շուկան մեր գյուղատնտեսական մթերքների հիմնական շուկան է, մեր գինու, կոնյակի հիմնական շուկաները նույնպես Ռուսաստանում եւ ԵԱՏՄ-ում են։ Նիստի ավարտին որոշվեց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների մակարդակով հաջորդ հանդիպումն անցկացնել Սոչիում։ Հունիսի 6-ին ժամը 13-ի սահմաններում կայծակնահարության հետևանքով մահացել է Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին։
Ի լրումն հունիսի 6-ին տարածած հաղորդագրության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է. Սյունիքի մարզի տեղ համայնքի 2 անչափահաս բնակիչների հայտնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ 2023-ին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Գյումրու տեքստիլագործների փողոցը Մհեր Մկրտչյան եւ Ներսես Շնորհալի փողոցներին կապող հատվածում ահա այսպիսի խոշոր կարկատան ունի եւ արդեն իսկ սկսել է նստել ու քայքայվել։ Հին ավանդույթներից մեկն է, էլի։ Մեկ օրը անպայման 3 անգամ են։ Մինչեւ վերջին արդյունքին հասնես։ Սկզբից փոխանակցենք թե Ջրագիծը քաշեն, ասֆալտը կենեն, հետո կփորեն նորից բան կենեն, ասֆալտ ենգեն։ Հետո դիք նստված կուտա մի հատ կենեն։ Հիմնանորոգումից հետո փողոցը քանդել են ու մալուխ անցկացրել, հետո կարկատան արել։ Տեղում խնդիրն արձանագրում է թաղամասում աշխատող տեսչական խումբը։ Ասենք կոյուղի է, ջրագիծ է, իրենք այդ ամենը անում են, նոր փողոցը ասֆալտապատվում է։ Այս պարագայում էլ նույնն է եղել։ Սա մասնավորի արած է, իմ տեղեկություններով մասնավորի արած է, ես չգիտեմ թույլտվություն ունեցել է թե ոչ։ Մենք ուղղակի տեսել ենք այս վիճակը ու մենք փողոցը չենք ընդունել ու այս մի տարվա ընթացքում նաև ուրիշ թերություններ են իայդեգե, ընթացիկ դե վերջը փողոցը շահագործվում է, որոշ տեղեր նստվածք ունեն եզրաքարերը, թեկահարթակները։ Եթե կարկատանի վրա նորից ասֆալտ անեն, խնդիրը չի լուծվի։ Հիմնավոր լուծում է պետք։ Փողոցը պետք է բերվի նախագծային վիճակի, որ ավարտական ակտը ստորագրենք, ասում է Ղազարյանը։ Շինարարը երաշխիքային սպասարկում ունի փողոցների, ինքը պետք է սա վերացնի, թե հիմի այդ գումարը որտեղից կհայտարարի, սա իրականացնողը կանի, կֆինանսավորի, մեզ դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է, որ ինչ որ նախատեսված է, նախագծով այդպես լինի, մենք փողոցը ընդունենք։ Գումարը չի փոխանցվում, քանի փողոցները այս պարագայում ինքը սուբվենցիոն ծրագիր է, պետության հատվածը չի փոխանցվել։ Սա էր Երևան-Գյումրի Հայաստան սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գյումրի-Քեթի հատվածն է։ Ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունը նախատեսել է 696 միլիոն 801 հազար դրամ։ 2025-ի առաջին կիսամյակում կիրականացվի 34 միլիոն 840 հազար դրամի աշխատանք։ Տեսչական մարմինն այստեղ հետևում է իրականացվող հողային աշխատանքներին։ Կառույցը պետական եւ սուբվենցիոն տարբեր ծրագրերի ամեն շաբաթյա վերահսկողություն է իրականացնում։ 18 արձանագրություն եւս 5-ը կազմվելու են, փաստաթղթերն ենք հավաքում, որ դե այնտեղ ԿՑՊ-ի տնօրեն եւ այլ արձանագրությունները կազմվել, տրվել է ցուցումներ, խախտումները վերացնելու, բարեբախտաբար այնպիսի խախտումներ չեն եղել, որը ազդի շինարարությունների ամրության, կոնստրուկտիվ խախտումներ չեն եղել։ Քեթի կրթահամալիրը կառուցվում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ պետական ծրագրի շրջանակներում, ընթացիկ աշխատանքներից գոհ են։ Մոնոլիթ կառույց է, այսինքն ինքը ոնց ասեմ, բետոնե կաղապար է։ Ոնց որ մեր անի թաղամասի բազմաթիվ շենքեր, բետոնե կաղապար է։ Այստեղ արդեն ընտացիկ վերահսկողությունը, ընտացիկ բանը, որ ամրանները նորմալ դրած լինեն, նախագծերով ինքը շատ ամուր կառույց է։ Քաղաքաշինության տեսչական մարմինը վերահսկողությունից բացի ունի նաև պատժիչ լծակներ, բայց դրանք թույլ են, ասում է Ղազարյանը։ Եթե տեսչական մարմինը վարույթը հարուցում ու թերությունները չեն վերացվում, կառույցը կարող է ընդամենը տուգանք նշանակել, որն էլ շատ հաճախ չնչին գումար է կազմում։ Տղերքը շատ լավ աշխատում են, անուն չի կարելի դնել։ Գեղադիրում ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկին ոչ միայն գյուղի բնակիչներն էին սպասում, Գառնի, Գեղարդ գնացող եկողներն էլ պակաս ոգևորված չեն։ Ամեն օր գալին նայում եմ, շատ լավ գործ են անում, ակուրատնի։ Որտեղ կարիքը կա հենապատեն կառուցում, որոշ հատվածներում արդեն սկսել են հիմնային աշխատանքները։ Այստեղ ճանապարհը վերջին անգամ 2009-ին էր նորոգվել։ Այն ժամանակ արված աշխատանքի թերություններն այսօր շինարարներին բարդ խնդրի առաջ են կանգնեցրել։ Գազի տրուբից սկսած կոյուղուց դուրս եկած ամբողջ եղել ասֆալտի վրա։
ասֆալտից 5 սանտի խորության վրա։ Գյուղի բնակիչներն էլ հետ չեն մնացել, ջրի խողովակներ են անցկացրել, ոնց կարողացել են։ Նոր բացահայտված խնդիրները դժվարություններ ստեղծել են, բայց նախատեսված վերջնաարդյունքին հասնելուն խոչընդոտ չեն։ Հատվածներ ունենք, երբ լանջա, որը որ չի ունեցել այս ճանապարհը, վիրաժներ լինելու նոր թեքություններ, ջրահեռացման նոր համակարգեր։ Չէ, բացարձակ ոչ մի տեսակի բան չկա այս ճանապարհի վրա։ Ինչ էլ եղել է, լրիվ փակ է, բացարձակ չի գործում։ Հիմքը կառուցում են սառը վերամշակմամբ ցեմենտի խառնուրդով, թեև փորձում են աշխատանքներն այնպես կազմակերպել, որ տուրիստական սեզոնի մեկնարկին գործն ավարտեն, բայց նաև խուսափում են վնասող շտապողականությունից։ Թյուր կարծիք է ստեղծվել մեր հասարակության մոտ, որ ճանապարհը քանդում ենք, օրերով քանդած թողնում ենք, նման տեխնոլոգիայով աշխատանքներ իրականացնելու դեպքում նվազագույնը 7 օր հետո նոր թույլատրվում է ասֆալտբետոնե շերտ տեղադրել։ 2025-ին Կոտայքում մոտ 30 կիլոմետր պետական նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքներ են նախատեսված։ Մի քանի ծրագրեր սկսել էին դեռ անցած տարեվերջին, այս տարի կավարտեն բոլորն էլ։ Այս պահին ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում 3 ճանապարհահատվածում, հաջորդ շաբաթ կմեկնարկի նաև Բեժնի Ամրոց գնացող շուրջ կես կիլոմետրանոց ճանապարհի նորոգման աշխատանքները։ Շարունակվում են Բագրևանդի փողոցում շինարարաշխատանքները, մոտ 3 կիլոմետրանոց հատվածում գործը ամփոփման փուլում է, հիմա շինտեխնիկան կենտրոնացված է վերջին 2 կիլոմետրի վրա։ Այստեղ էլ աչուձախ, անկանոն, փորված, անցկացված ենթակառուցվածքները խնդիրներն ավելացրել են, անհրաժեշտ են նախագծային փոփոխություններ։ Էլեկտրասյուներ են տեղադրված, գազի գծեր են կառուցված, ամեն ինչը հաշվի առնելով տեղանքին համապատասխան լուծումներ ենք տալիս, որպեսզի հնարավորինս անվտանգ եւ բարելավված ճանապարհատված ստանանք։ Շուտով կհայտարարվի եւս 2 ծրագրի մրցույթ, որոնց վերաբերյալ ամենից շատ ահազանգներն են ստացվել ճանապարհային դեպարտամենտում։ Կհիմնանորոգվեն նաեւ վերին պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան, Քանաքեռավանից էլ Երևան, Կորեայի ձոր կոչվող հատվածները։ Ռուսաստանի հոբ համակարգը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 4 անօդաչու, դրանք արձակվել են Մոսկվայի ուղղությամբ, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա խոսքով բեկորների անկման վայրում աշխատել են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է։ Ուկրաինայի ամբողջ տարածքում էլ օդային տագնապ է հայտարարվել։ Ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերի, ավիառումբերի եւ հրթիռների կիրառմամբ զանգվածային հարված են հասցրել Խարկովին։ Բնակելի շենքեր են վնասվել, հրդեհներ են բռնկվել։ Հայտնի է 3 զոհի եւ 20-ից ավելի տուժածի մասին, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տուժածներ կան նաեւ Դնեպրում եւ Խերսոնում։ Ընդհանուր առմամբ գիշերը ռուսական կողմն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 206 անօդաչու թռչող սարք, 2 բալիստիկ հրթիռ, 6 ավիառումբ եւ 1 թևավոր հրթիռ։ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Ռուսաստան-Ուկրաինա լարվածությունը կարծիք է հայտնել, թե Ուկրաինան հունիսի 1-ին թիրախավորելով Ռուսաստանի ռազմական օդանավակայանները առիթ է տվել Վլադիմիր Պուտինին հարվածելու ուկրաինական քաղաքներին։ Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվան չի դադարեցնի Կիևի հետ բանակցությունները։ Թրամփը հերթական անգամ խոստացել է ուժեղացնել հակառուսական պատժամիջոցները, եթե հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հունիսի 9-ին Լոնդոնում տեղի կունենան Չինաստանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների բանակցությունները, օրակարգում են առևտրային հարցեր։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Վաշինգտոնի թիմը ներկայացնում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը եւ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։ Հանդիպումը պետք է լավ անցնի, եզրափակել է Թրամփը։ Հունիսի 4-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ քննարկել վերջերս կնքված առևտրային գործարքի նրբությունները։ Սի Ցինփինը նշել է, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական քայլերը։ Նա Թրամփին հրավիրել է Չինաստան։ Սպիտակ տան ղեկավարն էլ իր հերթին Սիին է հրավիրել Վաշինգտոն։ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնը եւ Պեկինը փոխադարձաբար բարձրացրել էին առևտրային մաքսատուրքերը։ Մայիսին Շվեյցարիայում երկու երկրի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել, ինչից հետո մաքսատուրքերը կրճատվել են։ Կանադայի վարչապետը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերությունների վերակարգավորման գործընթաց մեկնարկելու մասին։ Շատ կարևոր է վերսկսել երկխոսությունը Պեկինի հետ։ Չինաստանը երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Մի շարք առևտրային վեճեր ունենք նրանց հետ։ Մեր ֆերմերները, ձկնորսները տուժում են չինական մաքսատուրքերից։ Կանադացիները տուժել են ֆենտանիլից, մանրամասնել է Մարկ Քարնին։ Նա տեղեկացրել է, որ այս հարցերը քննարկվել են նախարարների մակարդակով։ Քարնին նաև հայտնել է, որ հրավիրել է Հնդկաստանի վարչապետին մասնակցելու Կանադայում այս ամիս
կայանալիք G7-ի գագաթնաժողովին։ Լրագրողի հարցին արդյոք այդ նախաձեռնությունը քննարկել է Դոնալդ Թրամփի հետ, Կանադայի վարչապետը պատասխանել է ոչ։ Քարնիի խոսքով գագաթնաժողովի օրակարգում են էներգետիկ անվտանգությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, հանքանյութերը, ենթակառուցվածքները եւ այլն։ Նա հավելել է. Հնդկաստանն աշխարհի 5-րդ խոշորագույն տնտեսությունն է, ամենախիտ բնակեցված երկիրն է եւ լուրջ դեր է խաղում մատակարարումների ոլորտում։ Գործարար Իլոն Մասկի հետ հարաբերությունների վատ թարացման ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրա հետ կնքված պետական պայմանագրերի եւ սուբսիդիաների գնահատում կանցկացնեն։ Խոսքը մեծ գումարների մասին է, նշել է Սպիտակ տան ղեկավարը, մեկնաբանելով ԱՄՆ պետական գործակալությունների եւ Մասկի ընկերությունների միջև պայմանագրերի դադարեցման հնարավորությունը։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ 2024 թվականին 17 պետական գործակալության հետ կնքված 100 պայմանագրի շրջանակում Մասկի ընկերությունները մոտ $3 միլիարդ են ստացել։ Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի միջև լարվածությունը կտրուկ սրվել է հունիսի 5-ին, ամերիկացի գործարարը հայտարարել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի նախագահի ընտրությունում։ Նա աջակցել է Թրամփի իմպիչմենտի գաղափարին, քննադատել կառավարության ծախսերը կրճատելու Սպիտակ տան օրինագիծը եւ ԱՄՆ նախագահի սահմանած ներմուծման մաքսատուրքերը։ Մասկը կանխատեսել է, որ ամերիկյան տնտեսությունը 2025 թվականի երկրորդ կեսին անկում կապրի։ Թրամփն էլ մեղադրել է Մասկին կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում իր պարտականությունները բարեխղճորեն չկատարելու համար։ ԱՄՆ նախագահը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների, այդ թվում SpaceX-ի հետ պայմանագրերը եւ չեղարկել բոլոր սուբսիդիաները։ Գավառ համայնքի կոմունալ սպասարկման համակարգը համալրվեց եւս մեկ տեխնիկական միջոցով։ Վակուումային մեքենա փոշեկուլը մեկ միավորն է տեխնիկական այն 5 միջոցների, որոնք համայնքը ձեռք է բերել սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Համաշխարհային բանկի եւ համայնքների համաֆինանսավորմամբ։ Այս փոշեկուլը մասնավորապես կօգնի եւ կլրացնի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում համայնքային հիմնարկին, որպեսզի ձմռանը հատկապես շախտված ավազը ավելի հեշտությամբ մաքրվի, աշնանը տերևները ավելի հեշտությամբ հեռացվեն փողոցներից։ Այս տեխնիկան ամբողջությամբ կօգտագործվի, որը ոչ միայն հեռացնելու է փոշին, ավլում է եւ նաեւ ջրցան տեր է կատարում։ Համայնքի խոշորացումից հետո կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական միջոցները բավարար չէին բնակավայրում մաքրման եւ ճանապարհների պահպանության համար։ Օժանդակ տեխնիկական միավորներ ներգրավելու համար համայնքի բյուջեից էին միջոցներ տրամադրվում։ Ձմռանը ճանապարհները մաքրելու համար մենք հայտարարում ենք մրցույթներ, այլ աշխատանքներ իրականացնելու համար կնքվում են տարբեր պայմանագրեր եւ այդ ծառայությունները ձեռք էին բերվում մրցութային կարգով տարբեր կազմակերպությունների միջոցով։ Քաղաքային կոմունալ վակուումային մեքենա փոշեկուլի արժեքը 86 միլիոն դրամ է։ Ընդհանուր առմամբ 2023 թվականից սկսած Գավառ համայնքի ձեռք բերած 5 տեխնիկական միջոցների նախնական արժեքը կազմել է 224 միլիոն 500 հազար դրամ, որի 5%-ը ներդրել է համայնքը։ Այս համագործակցության արդյունքում բավականին մեծ բեռ թեթևացավ Գավառ համայնքում եւ արդյունքում եւ ձմռանը եւ տարվա մյուս եղանակներին մեր համայնքի բնակիչները տեսնում են այս տեխնիկաների դրական ազդեցությունը եւ բնականաբար կոմունալ սպասարկում եւ բարեկարգում համայնքային հիմնարկն էլ իր աշխատանքների արդյունավետությունն է տեսնում։ Գավառ համայնքը գործակից կողմերի աջակցությամբ արդեն ձեռք է բերել նաեւ բազմագործառույթ կոմունալ մեքենա, ավտոգրեյդեր, մինի ամբարձիչ եւ էքսկավատոր։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հավաստմամբ տեխնիկական միջոցների համալրումը շարունակվելու է կոմունալ սպասարկումն առավել որակյալ եւ ամբողջական դարձնելու համար։ Սպասված ամառային տարեշրջանը հաճախ ուղեկցվում է մոծակների եւ միջատների ակտիվությամբ։ Դրանք երբեմն ոչ միայն անհարմարություն, այլև առողջական խնդիրներ կարող են առաջացնել։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ համաճարակաբան Քրիստինե Լալայանն ընդգծում է, հատկապես կարևոր է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Օգտագործել հակամիջատային ցանցերը, միջատավանիչ հատուկ միջոցներ, սարքեր, կրել փակհակուս, հատկապես անտառային գոտիներ, հանգստյան վայրեր այցելելիս, վերացնել տներում կամ հանգստյան գոտիներում ջրային կանգերը, ջրով լցված տարանները, որոնք մոծակների բազմացման, մոլակների բազմացման համար նպաստավոր տեղ են իրենք, նպաստավոր պայմաններ են ստեղծում։
Ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմության բարձրացում։ Սրանք են վարակի հիմնական նշանները, որոնց դեպքում պետք է դիմել բժշկի, ստանալ համապատասխան ախտորոշումն ու բուժումը։ Խոցելի խմբերում են գտնվում երեխաները մինչև 5 տարեկան, տարեցները 65+, քրոնիկական հիվանդություններ ունեցողները, իրենք ավելի խոցելի խմբերում են գտնվում, շաքարային դիաբետ, հիպերտոնիկ հիվանդությունները եւ այլն։ Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է արևմտյան նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք։ Շատ վարակիչ հիվանդություններ փոխանցվում են հենց մոծակների, մլակների, տիզերի միջոցով։ Դրանք ծանր են ընթանում հատկապես թույլ իմունային համակարգ ունեցողների շրջանում։ Հանգստյան գոտիներից վերադառնալիս ուսումնասիրել մարմինը, մարմին զննում էսպես կատարել, տիզը, եթե խայթված տիզ կա, կպած տիզ կա, շուտ հայտնաբերելու նպատակով, որովհետև այստեղ ոչ թե կարևոր է տզի խայթումը այդքան, ինչքան տզի մարմնի վրա մնալու տևողությունը, որտեղ դրանից է կապված վարակի առաջացումը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ցանկացած մոծակի կամ միջատի խայթոցից հետո ուշադիր լինել ինքնազգացողությանը, ախտանիշներ նկատելու դեպքում դիմել բժշկի մի շարք բարդություններ կանխելու համար։ Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Mercedes եւ BMW մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք զինամթերք։ Հունիսի 5-ին երեկոյան ժամը 9-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում Մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ 6 տղամարդիկ։ Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների մոտ իրականացվեց պահպանություն, իսկ ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն։ Այստեղ կատարված խուզարկությամբ 27-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերվել է Մակարով տիպի 2 ատրճանակ լիցքավորված հնգական փամփուշտներով եւ ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն եւ Նորք մարաշվարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։